Ինչ խաղաղության փաստաթղթի մասին է խոսքը։ Ինքը ընդհանրապես պատերազմի սիմվոլն է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե մենք Բաքվում ունենք քաղաքական պանդարյալներ։ Ժողովուրդը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքած TRIP պայմանագիրը չի ընդունում որպես խաղաղության։ Ըստ քաղաքացիների, խաղաղություն չեն մուրում, այն պարտադրում են։ Հակառակն է պնդում երկրի վարչապետը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ Եթե կարճ, դա է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ օգոստոսի 8-ի օրակարգը տապալվի։ Ըստ հռչակագրի, Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Արդյոք հասարակությունը համաձայն է վարչապետի հետ։ Խաղաղությունը բարդադարենգը։ Դելիքսը սա Հայաստան մենք չունենք։ Իրանք են Հայաստանը դեպքը, այսինքն լիզուն քաշեք ոչ խոսա ոչ էլ։ Հայկական քարոզներ կիրսա լրիվ Երևանը իրանցն է, Վանը Սևանը իրանցն է, սա ինչ որ իրանցն է, Հայաստանն իրանցն է։ Այդ մարդիկ ինչ խաղաղության պայմանագիր։ Էդիկ փաստաթուղթ չէ։ Էդիկ պարզապես Փաշինյանը խնդրեց, որ մեր թուղթը տվեք ստորագրեմ տագը, որ մեր ժողովրդին ցույց տամ, որ տեսեք ես խաղաղության պայմանագիր կապի։ Ադրբեջանական զորքերը իմ սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ գործ ունեն, ինչ գործ ունեն Ջերմուգի դիրքերում, ինչ գործ ունեն Սև լճի տարածքում։ Այսա մեծ նկարտումներով ունեն Սևանա լճի աջ ափի մասին, Գեղարքունիքի մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բայց թուրքը էլի Իրանը կեն, իշկան Նիկոլնին էլի տագիս թուրքը իր տավաժանությունը կեն։